Աղջիկներս առաջին նկարահանումն եմ անում այս նոր հեռախոսով, շատ սիրուն է նկարում, պարզ է, չէ՞։ Հիմա ինչ ենք անում, նվերներն ենք մեր նկարահանում, ինչ նվերներ ենք ստացել, ստանալու եմ, ընթացքում ինչ ստանում եմ, ձեր հետ կիսվում եմ, արդեն մի մասը ձեզ ցույց եմ տվել, որ նվերները, որ ցույց չեմ տվել, իրանց եմ ցույց տալիս, երկրորդ անգամ չեմ կրկնում, նույն նվերները ցույց չեմ տալիս։ Այստեղ ափսեներ եմ ստացել նվեր, այստեղ գեղեցիկ այսպես բակալներ, բաժակներ, այսպես օղու բաժակներն է կգնեմ, որպեսզի կոմպլեկտ լինի, այսպես այստեղ մորքուրս սուրճի բաժակներ ա գնել, այսպես ավելի սիրուն ա, տեսեք։ Հեսկայան մորքուրս ա գնել, այս թինան ա բերել, տեսեք, բաժակների հետ։ Այս տեսակ բաժակներ ա, նայեք, 4 հատ ա, շատ սիրուն ա, այս էլ ա թինան բերել աղջիկներս, գարնանային հավաքածում, տանը կբացեմ, կկիսվեմ իմ կարծիքներով, մաշկիկ էլ ա կարծեմ, տեսնում եք, այսպես, այս էլ ա թինան բերել երեխաների համար խաղամ, այս նույնպես, շնորհակալ եմ շատ, այստեղ հիշում եք առաջ անգամ որ եկանք, երեխեքը լիքը նվերներ ունեին, քույրիկս մամաս արդեն նախապես եղբայրս պատրաստվել էին, այսպես գեղեցիկ նկար ա, որպեսզի երիկը հավաքի, այս մայրիկս ա գնել ինձ համար, ասում ա դու երբեք չես կշտանում սուրճի բաժակներից, որ ասում են չառնեմ, ասում եմ սուրճի բաժակ, շուտ ա ջարդում սուրճի բաժակները, այս էլ ա մայրիկս գնել, այս մեկը Էլինայի համար, այս մեկ երիկիս համար, այսպես շորտ և մայկա Արսենի համար և գեղեցիկ բոթասներ, այստեղ մորքուրս Գյորգիի համար հատուկ բաժակ է գնել, որպեսզի այդ բաժակով ինքը թան խմի, նայեք այսպես, և բատոնչիկ շոկոլադներ հատուկ Գյորգիի համար, այս գեղեցիկ բոթասները մամասը առել էլի Արսենի համար, այսօր հագել էր գնացել ենք հեռախոս գնելու, անցանք հաջորդին, Արբաբիր հիշում եք, որ գնացել ենք անոմորքուրանց տուն, անոմորքուրս ա նվերներ բերել, հատուկ Էլինայի համար, այսպիսի տիկնիկ, տանում ես խաղաս, ինքը չի խաղում տիկնիկների հետ, տիկնիկ, այսպես գեղեցիկ շորտ, նպաստակ, յուբկա, այսպես, մայկա, և այսպես գեղեցիկ շակետ, մնացածներն աղջիկներս արդեն ձեզ ցույց եմ տվել, էլ իմաստ չկա կրկնելու, հիմա հավաքվում ենք, պատրաստվում ենք, որպեսզի ճանապարհ ընկնենք, Արսեն աղջիկներից չդիմացավ, խաղը բացել ա, հիմա ինչ ենք անելու, ինչ ձև ենք խաղալու, այստեղ ամեն ինչ գրված է, Հաջան, մինի ֆուտբոլ, չէ բալես, նայ, 10 սահմանում, գումարում և հանում, այսինքն պետքա գումարում հանում ամեն ինչ գրված է, պետքա ստուգես ճիշտ ա թե ոչ, այս մեկը 5 պլյուս 3, 10 մինուս, պետքա գտնենք, չէ, այդ մեկը չենք բացում, բալես, էդ էլ հետո կբացենք, այս տեսակ գեղեցիկ կարտշկեք հա, ֆուտբոլ են էլի խաղալու, պետք ամեն ինչ կարդանք, որպեսզի հասկանանք ինչպես ենք խաղանելու, Հաջան, հիմա պետքա հասկանանք ոնց պետքա խաղանք, եթե դուք խաղացել եք, մի հատ գրեք տեսնեմ, եթե ոչ, մենք կփորձենք գրքով խաղալ, աղջիկներս մորքուրանքս են եկել մեր տուն և Էլինայիս համար արծաթի օղեր է գնել, հլը մի հատ տեսեք ինչ սիրուն ա,
Քանի որ մորքուրանք սեկել են, հաց ենք սարքում, որպեսզի հաց ուտենք։ Սմբուկ արդեն լավ էսպես ժարիտ եմ արել, ժարիտ անելու ժամանակ Անին եկավ շարունակեց մորքուրիս աղջիկը։ Հիմա այսպես համեղ ուտեստ ենք պատրաստում, որպեսզի նստենք եւ վայելենք։ Ինչպես տեսակ, սոխը եւ պղպեղը կարմրացրեցի, ավելացրել եմ մի փոքր տոմատի մածուկ, մի փոքր ջուր, որ ավելի այսպես հյութեղ լինի, հա։ Ավելացնում ենք լոլիկը, ավելացնում ենք սմբուկը ժարի տարած եւ վերջում ավելացնում ենք մաղադանոսը ու վայելում։ Կարող եք նաեւ սխտոր ավելացնել։ Իսկ այստեղ արդեն նոր կարտոֆիլ եմ այսպես ուղակի լվացել եմ։ Ես այդպես ավելի շատ եմ սիրում մսով, տոմատով, ուրցով սարի, համեմունքներ եմ ավելացրել եւ տեղափոխում ենք ջեռոտ, սպասում ենք այնքան ժամանակ, մինչեւ լավ եփվի։ Եվ իհարկե չենք մոռանում աղի մասին, աղել եմ ավելացրել։ Այդպես աղջիկները։ Դեռ դրսակցանը ժամանակ մի մոտ է Հայաստանում։ Ասենք ժամը 10:00 Աղջիկներս Արմինե տնօրինության կողմից այսպես նվերներ ենք ստացել, կոնյակ հայկական եւ գինի։ Շատ եք նշում Աննա ջան, Ալիա հոթելը ձերն է, Արմինեինն է, ոչ աղջիկներս մերը չի։ Ուղղակի Արմինեն այնտեղ աշխատում է, տնօրենը ինձ որպես հալալ մեծ եղբայր է գալիս, ոչ այտենց հալալ եղբայր, այլ շատ մոտիկ ենք ընտանիքներով, կարելի ասել այդպես, եւ Արմինեն իրենց մոտ է աշխատում։ Հաջող ձեզ, հաջող արեք։ Էլի պետք է գա, բայց ոչ չեմ։ Պակա։ Հաջող Էլինա։ Հələ հաջող արա։ Հաջող։ Աղջիկներս այստեղ արդեն մերոնց հաջող ենք անում եւ վերադառնում ենք մեր տուն։ Աղջիկներս հələ մի հատ էս գեղեցկությանը նայեք, արդեն Վրաստանում են գտնվում, ասում է Գրուզիա։ Աբալես Էլինան ասում, Գրուզիա։ Ասում եմ ամեն ինչ Աստծո ստեղծած է, լստեղ նայեք։ Մեզ ինչ է բաժանում, այդ նույն գեղեցկությունը մեր Հայաստանում է, սենց գեղեցիկ, սիրուն։ Ուղղակի մեզ սահմաններն են բաժանում, ուրիշ ոչ մի բան։ Նույն Աստծո ստեղծածն է, նույն քարուսար ու ծորերն են, նույն անտառներն են, նույն գեղեցկությունն է։ Ապանելինային պաճիկ են, հա։ Մի խոսքով տաշիրով ենք իդեպ գալի աղջիկներս։ Եկանք հասանք մեր հայկական սահման, որ արդեն պետք է անցնենք Գրուզիա։ Այդ մեր հայերը սենց են անում, ինչքան հարստություն ունեք, հավաքել հետները տանում եք երեխեքի հետ են։ Ասում է ամենաթանկը բաներ ձեր հետ տանում եք էլի, դա ձեր երեխեքն են։ Հայ ջան, մի տեսակ հենց չգիտեմ։ Ջան, դուր։ Օպրես։ Մի տեսակ հենց բան եղանք, որ մեր հարստությունը տանում ենք, ջան։ Ջան։ Հաց ես ուզում ուտես։ Էսա տամ կերպալես։ Այս գեղեցիկ տեսարանները պարտադիր պետք է նկարահանեմ, այս մեզ համար մի ուրիշ գեղեցկություն է։ Ասում են Աննա ջան, ինչ համարձակ տեսանյութեր ես նկարահանում քաղաք Ստեփանավանից, հա ջան։ Բա իմ քաղաքն է, երեխեք ջան, ոնց համարձակ տեսանյութեր չնկարահանեմ, տուր բարես։
հացա վտանեմ։ Ոնց ես ամեն ինչն է համարսակ եմ նկարահանում։ Ուր գնում եմ, որտեղ գնում եմ, եթե մարդիկ ցանկանում են, բնականաբար նկարահանում եմ, եթե ոչ, հաջան։ Պետքա գործը այդ մեջ համարցակ լինես քայլերիդ մեջ։ Ես մինչև չեմ նկարանում աղջիկներ ջան, որ տենց համարցակ տեսանյութեր ես նկարահանում աննաճ։ Ինչը սիրուն է, ուզում եմ դուք էլ տեսնեք։ Որտեղ որ չեք եղել, չեք տեսել, տեսնեք։ Ոնց որ ես եմ, հա, ուրիշի տեսանյութերում նայում, ասենք որ քաղաքում որ ես չեմ եղել, այդ տեսանյութերը մեծ սիրով նայում եմ, տեսնում եմ։ Միգուցե մի օր բախ վիճակվի հասնես այնտեղ, քեզ համար էլ անծանոթ չլինի, ծանոթ լինի։ Այդպես։ Ասեք որ շատ սիրուն է։ Հիմա ոնց էս տեսարանները համարցակ չնկարահանեմ։ Ահա։ Ու այսպես շարունակ։ Սիրուն է, չէ՞։ Շատ սիրուն է։ Արսեն այ կանգնի նկարեմ։ Կանգնի Գեորգ, հետները նկարեմ։ Ես է քեզ եմ սիրում կյանքս։ Նայեք աղջիկներս ինչ սիրուն է։ Հաջան։ Կոմոչի քո ավտոն։ Դե վերցրու։ Հետևն է։ Վիետնամ ասում ազիզ ջան։ Հələ նայեք ինչ սիրուն է, ինչ գեղեցկություն։ Ջան։ Հա? Ջան։ Ջանա։ Հա։ Լասա բարև։ Էլինա։ Էրիկը քնածը։ Քնա բերես։ Բերանը բաց Արսենը, Հաջան։ Հա, Էրիկը քնածը։ Մամանց խոսա, Էրիկը չարտնանա։ Տիխը։ Այստեղ Վրաստանում աղջիկները սա հողերը զբաղված են։ Հիմնականում կարտոֆիլ են արդեն հավաքում։ Տեսակ։ Դուք հասցրեք դրանք թե ոչ։ Կարտոֆիլ են հավաքում։ Մամա։ Հաջա։ Հա։ Այս շուտած կարտոֆիլն է։ Հա, բայց դե անաջան։ Այս սեզոնի։ Հա, բայց բա որ մենք նոր կարտոֆիլ ենք առնում, որտեղից ենք առնում։ Հաջան։ Հոպա։ Այս աղջիկներս կարտոֆիլ են հավաքում։ Գրուզիայում։ Հա։ Հələ բնայ կուկուրուզին ինչ մեծ է։ Այստեղ ամեն ինչ երևի թե շուտ է հասնում։ Մամա։ Ջան։ Նայ ոնց ինչ սիրում են ջրում։ Մենք էլ դες դենենք որ ֆռանը բարձր։ Հա։ Մի քանի տեղ։ Ջան։ Ինչը նայեմ բալա։ Հա? Բա ինչ կանես։ Ջան։ Այն կոմում գրած է եկեղեցու անունը, չկարողացա կարդամ, տեսնեմ հայկական էր թե չէ։ Հələ նայեք։ Աղջիկներ ջան։ Այո։ Հա։ Այո։ Հերվից նկատեցի։ Դրա համար շուտ պատրաստվեցի, որ կարողանամ նկարահանել։ Տեսարժան վայրերը։ Տեսեք ինչ սիրուն է։ Յանից գրած էր։ Հա? Յանից գրած էր։ Հա, չհասցրի անունը կարդամ, բայց ինձ թվում է հայկական է։ Ամենասիրուն վայրերում ենք աղջիկներս։ Ինչքան սիրուն տեղեր կա, փորձում եմ անմոհացնել։ Ահա։ Կարելի ասել Թիֆլիսն էլ եմ սիրահարվել աղջիկներ ջան։ Շատ սիրուն է։ Հələ նայեք։ Ինձ եմ ասում, ովքեր որ չեն նայել, անկորձ չոսիկ Աննա ջան, մենք տեսել ենք։ Առաջ անգամ, չգիտեմ։ Հատուկ են մարդկանց եմ ասում, ովքեր չեն եղել Թիֆլիսում։
Մենք այսքան գնացել եկել ենք, ես այն սիրուն տեսարաններ չեմ տեսել։ Միշտ երևի ճանապարհներին քնած եմ եղել։ Իսկ հիմա քանի որ այսպես մենք ենք գնում, ամեն անկյունը ինձ համար հեքիաթային է։ Այնա ճոպանուղին։ Հա, բանն է, քասնաշուշան բանն է։ Հասանք արդեն։ Մոտկա, կայցերա։ Ինձ մի նայ։ Ես չնայեմ, Անա ջան։ Ձերդեն թաղակն նայեմ։ Վաու։ Ո՞ց սիրուն է, Էրիկ նայում ես։ Да, շատ սիրուն է։ Շատ սիրուն է։ Как будто у нас волшебный год. Հա։ Как будто у нас волшебный год. Волшебный год։ Да. Երեխաներս քնած են։ Բացի։ Մենակ Էրիկն է արթուն, այո։ Շենքը ամբողջովին կանաչապատ է։ Նկարներ են վաճառում։ Աղջիկներս նայեք։ Ոյ, ոնցանք։ Չէ։ Չէ։ Վերջը Նոր է սկսվել։ Հա, նկարվում է։ Ես մտածեցի արդեն վերջացավ։ 300 կիլոմետր էր տված, որ կողքով պետք է խորանք։ Վաու, Նայում ա, չէ։ շատ սիրուն է, հա։ Երևում է։ Վաու, վաու, Ջոն։ Папа, а я желтый, а не оранжевый. Վաու, շատ սիրուն է։ Որ բերնա։ Չգիտեմ, բայց սիրուն էր։ Հա ջան։ Я хочу. Դրա սարքին է։ Շատ հին եկեղեցի է։ Կարելի ասել հետքը մի թեթև է երևում։ Բայց Իրավա հին է։ դրոշկա, բայց ի՞նչ դրոշն է։ Վրաստանի դրոշն է։ Չգիտեմ։ Ու ամենանկյունը խաչ է։ Ոնց որ Հայաստանում։ Ասել ավելի շատ է, քան ստե Հայաստանում։ Խաչերը։ Հա։ Չէ, իմ Հայաստանում խաչերը շատ է շատացել։ Ավելի շատ է, էլի, որ անկյունը նայում ես, այս կողմերը խաչ է դրած։ Ոչ թե սարերի եկեղեցիներն է փոքր խաչերով։ Հիմա ավելի շատ է, համեմատած մի 4-5 տարի առաջ։ Կարելի ասել 5 տարի առաջ։ Պատերազմից հետո արդեն խաչերը շատ են դրել։ Իսկ այն ժամանակ չկար։